Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է առաջարկում հարկային օրենսգրքում, որոնք նպատակ ունեն ամրապնդել պետության եւ հարկվճարողի միջև փոխվստահությունը, ինչպես նաեւ առավել թիրախային դարձնել հարկային հանցագործությունների դեմ պայքարը։ Այսպիսով հարկային տեռորը հայտարարում են փակված, կարևորը չեմ հայտարարում բացված, նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունը նախատեսում է ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարումը ավելացված արժեքի հարկով հարկելու հատուկ կանոններ սահմանել։ Այս փոփոխությունը կարող է կտրուկ բարձրացնել ոսկյա զարդերի գինը եւ անել դրանք ոչ մրցունակ շուկայում, քանի որ ոսկին եւ թանկարժեք քարերը բազմակի օգտագործվող հումք են, որի արժեքը ոչ միշտ է առաջացնում նոր ավելացված արժեք, ըստ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի։ Այսուհետ հարկեր չվճարելու դեպքում պետական եկամուտների կոմիտեն միանգամից հաղորդում չի ներկայացնելու, այլ կապ է հաստատելու տնտեսվարողի հետ։ Այս բարեփոխումների նպատակը պետության, իդեմս ՊԵԿ-ի եւ հարկվճարողի փոխվստահության ամրապնդումն է, հարկվճարողների լսված լինելու հնարավորությունների ընդլայնումը, երկխոսության միջոցով հարկվճարողների կամավոր կարգապահության բարձրացումը եւ հարկային հանցագործությունների դեմ առավել թիրախային պայքարը։ 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ $773 միլիոն գույք եւ դրամական միջոց, որից 65.8%-ը 2023-2025 թվականներին։ Այս մասին հայտարարել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից։ Washington Post-ը հաղորդում է, որ Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար խնդրել է ավելի քան $200 միլիարդ։ Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ կարծում են, որ Պաշտպանության նախարարության խնդրանքը կոնգրեսի կողմից հաստատվելու իրական հնարավորություն չունի։ Պաշտպանության նախարարությունը օրենսդիրներին ասել է, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական գործողությունների առաջին շաբաթվա ընթացքում ծախսել է $11.3 միլիարդ, ընդգծելով ծախսերի աճի արագ տեմպը։ Միացյալ Նահանգների պետական պարտքի չափն առաջին անգամ գերազանցել է $39 տրիլիոն նշագիծը։ Կոնգրեսի բյուջետային վարչությունը փետրվարին կանխատեսել էր, որ Միացյալ Նահանգների պետական պարտքը 2036 թվականի ֆինանսական տարում կհասնի $56.15 տրիլիոն։ Դրա հետ մեկտեղ 2030 թվականին պարտքի չափը կհասնի ՀՆԱ-ի 108%-ին եւ կգերազանցի ՀՆԱ-ի 106% նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 1946 թվականին, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Կատարի գազային օբյեկտի վրա հասցված իրանական հարվածից հետո գազի գները կտրուկ աճել են 30%-ով։ Եվրոպայում գազի գները բարձրացել են մինչև 70.7 եվրո 1 միլիվատժամի դիմաց։ Brent տեսակի նավթի գինն էլ Լոնդոնի բորսայում թանկացել է ավելի քան 5%-ով, 1 բարելի համար հասնելով $113։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սահմանափակել է բենզալցակայաններում վառելիքի գների բարձրացման հաճախականությունը Իրանի պատերազմի պատճառով։ Դաշնային կառավարությունը որոշել է, որ բենզալցակայանները կարող են բարձրացնել վառելիքի գները օրական միայն 1 անգամ։ Ասում են Արարատը մերն է, դա դիվանքը մերն է, դա պատերազմ է։ Իսկ Բաքվում ինքնիշխան Հայաստանն են անվանում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Փաշինյանի գնահատմամբ վտանգավոր պրոցես է։ Ընդ որում վարչապետը նշում է, Ադրբեջանում սա պարզապես ներքին խոսույթ չէ։ Ըստ գործադիրի ղեկավարի պրոցեսը դեռ հասկանալ է պետք։ Անելիք ունենք նաև մենք, Փաշինյանի խոսքով, ռազմավարական գործարքի պետք է գնանք Ադրբեջանի հետ։ Պետք է այդ պրոցեսը իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Պրոցեսի պատճառահետևանքային կապերը հասկանալով եւ պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով։ Լեգիտիմ քաղաքականություններ որդեգրելով, որոնք մաքսիմալ անխոցելի են։ Եթե իրանք ասում են Արևմտյան Ադրբեջան եւ այլն, ինչը այստեղ Հայաստանում շատ ուժերի պետք է սահմանափակի, ասել հակառակը։ Եվ երբ որ ես ասում եմ, որ մենք եւ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, սա նշանակում է մենք զուգահեռաբար այս խնդիրը պետք է լուծենք։
Հայաստանի նոր սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց Արդարադատության նախարարի գլխավորած բարեփոխումների խորհուրդն առայժմ որոշում չունի մայր օրենքի նախաբանի հետ կապված, որտեղ էլ հղում կա մեր պետության անկախության հռչակագրին։ Չնայած Հայաստանի կառավարության հավաստիացումներին սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, Բաքվում համարում են, թե մեր երկրի անկախության հռչակագիրն այնուամենայնիվ տարածքային պահանջներ է դնում իրենց դեմ, եւ թե պետսահմանադրական բարեփոխումների խորհրդում հռչակագիրը մայր օրենքի նախաբանում պահել չպահելու հարցը քննարկման նույնիսկ դեռ չեն առել, Փաշինյանը վերահաստատում է, սա կոնֆլիկտի հռչակագիր է, նույնիսկ կախվածության, ուրեմն պետք է հրաժարվենք։ Խնդիրը եւ մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ եւ ոչ թե ուրիշներին մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Ինչու՞։ Որովհետեւ երբ որ դու պատկերացրեք, դուք տեղափոխվել եք նոր բնակարան եւ ապրում եք մի ընդհանուր հարթակում եւ սպառնում եք ձեր եւ դիմացի եւ կողքի եւ հետեւի եւ մյուս կողքի հարևաններին այդպիսով հռչակելով նաեւ անկախություն։ Դա ինչ է նշանակում։ Ոնց է այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում։ Բայց Ադրբեջանի սահմանադրությունն էլ իր հերթին հավակնություններ է ներկայացնում ամբողջ Հայաստանի նկատմամբ՝ Սյունիքից Տավուշ, Վայոց ձորից Շիրակ։ Իրենց մայր օրենքում էլ հղում կա 1918-ից 20 թվականների այսպես կոչված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության երբեմնի նպատակներին։ Ինչ վերաբերում է հարևան Իրան հումանիտար օգնություն ուղարկելուն, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է, կարիք լինի Իսլամական Հանրապետությունից խնդրանքի չեն սպասի, աջակցության ձեռքը միանգամից կմեկնեն։ ԵԱՏՄ շրջանակում կկարգավորվի էլեկտրոնային առևտրի մասնակիցների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, սպառողներին հեռակա ապրանքներ առաջարկելու եւ վաճառելու համար։ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը, ըստ այդմ կապահովվի ԵԱՏՄ ներքին շուկայի շրջանակում պատշաճ փոխադարձ էլեկտրոնային առևտուրը, կպաշտպանվեն փոխադարձ էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքներն ու իրավական շահերը, ինչպես նաեւ կսահմանվեն նրանց միջև փոխգործակցության կանոնները։